Բարև բոլորին, բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնաղ ու հիասքանչ հանգիստը։ Մենք գտնվում ենք Եգիպտոսում, ավելի կոնկրետ Հուրգադայում, եւ այս անգամ կծանոթանանք Sunrise Aqua Joy Resort հյուրանոցի հետ։ Մեքենայով օդանավակայանից հյուրանոց հեռավորությունը կազմում է մոտ 5 կիլոմետր, իսկ տևողությունը 10 րոպե։ Հյուրանոցը գտնվում է առաջին գծում Հուրգադա քաղաքի կենտրոնական եւ ակտիվ հատվածում։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Ինչպես շատ հյուրանոցներում, այստեղ նույնպես կենտրոնական մուտքից ներս գտնվում է ընդունարանը իր գրանցման հատվածով, սպասասրահով եւ լոբի բարով։ Այս հարկում են գտնվում նաեւ խանութները եւ բանկոմատները։ Հյուրանոցում կա 6 լողավազան, այդ թվում նաև մանկական, ինչպես նաև ակվապարկ մեծերի եւ երեխաների համար նախատեսված ատրակցիոններով։ Լողավազաններից երկուսը, ինչպես նաև ակվապարկը, տաքացվում են տարվա ձմռան ամիսներին։ Անցնենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջին համարը, որ ուզում ցույց տամ, դա այստեղի սուպերիոր համարն է, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից աջ այստեղ լոգարանն է, լուսավոր, մաքուր, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները բնականաբար կան, ֆենը կա, խոշորացնող հայլին, մեծ հայլին, զուգարանը, ցույց տամ ձեզ լոգա խցիկը, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, բնականաբար լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, սրբիչները, անցնենք առաջ, լոգարնից դուրս եւ դեպի աջ, ննջելու համար նախատեսված հատվածն է, այստեղ կա king size մահճակալ, զգեստապահարանը, որտեղ կան խալատներ, հողաթափեր, չորանոց, հավելյալ բարձր ծածկոցը, դարակները բնականաբար։ Այստեղ իրերը դնելու հատվածն է, որտեղ նույնպես կա դարակ, այստեղ կոշիկի շոր, թելասեղ, պայուսակ, կարելի այդպես ասել, կշեռքը, թեյի սուրճի հատվածը, TV-ին, այստեղ սառնարանն է, որտեղ կան զովացի ճմպելիքներ, անցնենք առաջ, պատշգամբում կա 2 աթոռ, 1 սեղան, պատշգամբը փոքր է, բայց հարմարավետ։ Եվ տեսարան դեպի հյուրանոցի ներսի հատված, դեպի լողավազան եւ այստեղից մասամբ երևում է Կարմիր ծովը։
Ցույց տամ ձեզ եւս մեկ սուպերիոր համար, որի պատշգամբից բացվում է տեսարան դեպի հյուրանոցի հետնամասը։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մուտք են գործում համար, եւ այստեղ նույնպես աջ կողմում գտնվում է լոգարանը, իր բոլոր հարմարություններով, ֆենը, խոշորացնող հայելին, լվացարանը բնականաբար, խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու համար նախատեսված գել, գլխի բախիլ, զուգարանը, սրբիչներն են այստեղ, լոգախցիկը, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, մարմինը մաքրելու սպունգը, անցնենք առաջ, լոգանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, որտեղ կա սեյֆ, դարակները, ցանկացած իր կարելի այստեղ տեղավորել, հավելյալ բարձր ծածկոցը, խալապները, հողաթափերը, չորանոցը, ամեն հարմարություն այստեղ կա։ Զգեստապահարանի կողքին գտնվում է մինի բարը, թեյ, սուրճ, սառնարանը, որտեղ բնականաբար կան զովացի ջմպելիքներ, գազավորված հյութեր, մինի բարի կողքին գտնվում է իրերը դնելու հատվածը, որտեղ կա դարակ, դարակում կան թելասեղ, կոշիկի շոր, ռաժոկ, տոպրակ այսպիսի, կշերքը, գրեթե բոլոր համարներում նրանք գոյություն ունեն։ Աշխատասեղանը, կամ շպարվելու համար նախատեսված հատվածը իր հայելիով, TV-ն, բնականաբար, եւ ննջելու հատվածը երկու առանձին մահճակալներով, գեղեցիկ լուսավորությունով, այստեղ կա երկու բազկաթոռ, սեղան եւ հյուրասիրությունը։ Դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ տեսարանը այստեղից։ Տվյալ համարի պատշգամբը նույնպես փոքր է, բայց հարմարավետ ունի երկու աթոռ, սեղան եւ տեսարան դեպի հյուրանոցի այս հատվածը, կարելի ասել հետնամասը։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքից աջ այստեղ լոգարանն է, թարմ, մաքուր, լուսավոր, ֆենը, խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու համար նախատեսված ածելի, գել, գլխի բախիլ, խոշորացնող հայելին, զուգարանը, լոգախցիկը, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, կոնդիցիոներ, շամպուն, մարմնի գել, սրբիչներն են այստեղ, անցնենք առաջ, լոգանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, որտեղ կա սեյֆ, դարակները, հաջորդ հատվածում կախիչներ են, հագուստները կախելու համար, հավելյալ բարձր խալատները, չորանոցը, զգեստապահարանի կողքին գտնվում է իրերը դնելու համար նախատեսված հատվածը, որն ունի դարակ, դարակում կան թելասեղ, կոշիկի շոր, տոպրակ մեծ, ներքևում հողաթափերն են, կշերքը, նրա կողքին գտնվում է թեյի սուրճի հատվածը, թեյնիկ, ջուր, բաժակներ, խառնիչ փայտյա, մեկ անգամի օգտագործման, սուրճը, թեյը, շաքարավազ, brown sugar, սովորական sugar, հայերենով ասած աշխատասեղանը, որը նույնպես ունի դարակներ, այս հատվածում սառնարանն է, որտեղ կան զովացի ջմպելիքներ, ջուր, այստեղ երկու բազկաթոռ, կարելի այդպես ասել, կամ մեծ աթոռներ, հյուրերի հետ գալու հետ մեկտեղ բերում են հյուրասիրություն, մրգի, քաղցրավենիքի եւ գինու տեսքով։ Այս հատվածում արդեն ննջելու հատվածն է king size մահճակալով,
Նրա կողքին կա երկու տումբочка, էլի հայերենով ասած, որոնք ունեն դարակներ եւ աջ եւ ձախ կողմում նրանք կան, ինչպես նաեւ այստեղ կա այս հարմարանքը, որ միացնում եք, չեն անհանգստացնում, անջատում եք, մտնում են սենյակը մաքրում։ Եվ դուրս գանք, դուրս ցույց տամ ձեզ այս համարի առավելությունը, լող ավազանն է, անչափ գեղեցիկ, նամանավանդ գիշերով։ Հյուրանոցում կա նաև մարզասրահ եւ սպա սրահ։ Մարզասրահը անվճար է, այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով եւ գույքով, իսկ սպա ծառայությունները այստեղ վճարովի են։ Այժմ տեղափոխվենք լողապ, որի երկարությունը 305 մետր է։ Լողապն ունի գեղեցիկ կառուցվածք, պատված է դեղին ավազով, կառավարված է հարմարավետ տապչաններով եւ հովանոցներով։ Ունի ավազե մուտք դեպի ծով, նաեւ պանտոն, որտեղից աստիճաններով կարող եք մտնել ծովի ավելի խորը հատված։ Լողապում կա բար, որտեղ անվճար մատուցում են զոհվածի ջութեր, ֆիլտրացված սուրճ, տեղական ալկոհոլ, իսկ արտասահմանյան ալկոհոլը հյուրանոցում վճարովի է։ Նաեւ լողապն ունի առանձնացված հատված մեծահասակների համար։ Հյուրանոցի հիմնական ռեստորանում կարող եք նախաճաշել, ճաշել եւ ընթրել։ Ուտեստների տեսականին այստեղ բարբերաբար թարմացվում է։ Նաեւ հյուրանոցում կա ասիական, իտալական, եգիպտական եւ հունական ալակարտ ռեստորաններ, որոնք անվճար են։ Ինչպես նաեւ հյուրանոցի տարածքում ցերեկվա ժամերին հյուրերին առաջարկում են սնեյքեր, թեթև ընդմիջում անելու համար։ Դե իսկ անիմացիոն թիմը օրվա տարբեր ժամերին անցկացնում է անիմացիոն ծրագրեր, խաղեր եւ շոուներ ակտիվ հանգիստ նախընտրողների համար։ Նաեւ հյուրանոցում գործում է Kids Planet մանկական ակումբը, որտեղ ձեր երեխաները կանցկացնեն իրենց ինտերակտիվ ժամանցը։